Էր, որ դեռ հույս կա եւ պետք է համոզել, որպեսզի Միքայել Աջապահյանը դառնա անդիմության թեկնածուն։ Դուք ինչ վարչապետի թեկնածուն, դուք ինչ եք կարծում եւ արդյոք աշխատանքներ տանում է հանրապետականը այդ ուղղությամբ։ Իմ ամբողջական կարծիքը արտահայտված է մեր ֆրակցիայի հայտարարության մեջ, որը մենք տարածել ենք այդ նույն օրը, կախված Աջապահյանի arczepiskopos-ի որոշումից, եթե այն փոխվի, մենք մեր հայտարարության մեջ հայտարարածին, նշվածին տեր ենք լինելու, ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները հակառակ պարագայում տեր կլինեն մյուս հատվածին, այն է, եթե չլինի Աջապահյանի, arczepiskopos Աջապահյանի համաձայնությունը, ապա իրենք նույն համերաշխությամբ եւ Ջանասիրությամբ կմիանան համախմբվածությամբ շնորհակալություն կմիանան մեր արդեն իսկ մեկնարկած գործընթացին։ Ես ունակ չեմ միաժամանակ 10 հարց լսել ժողովուրդ։ Այդ մամուլի տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանը կաթողիկոսի միջոցով համոզել է։ Դա մամուլ չի, դա սուտասանների եւ Փաշինյանին սպասարկողների հավաքույթ է։ Ես նման կեղտ չեմ մեկնաբանում։ Պարոն Մամիկյանյան, բայց մի երկրորդ նախագահի թիմակիցներն այդ օրը որոշակի մեղադրանքներ ուղղեցին հերթական անգամ, ասելով, որ պատիվ ունեմ տարածեց հայտարարությունն այն ժամանակ, երբ արդեն Միքայել Աջապահյանը հրաժարվել էր վարչապետի։ Ժամանակային շատ պարզ կարելի է նայել, որ այդ երկու իրադարձությունները փաստացի հրապարակման տեսանկյունից տեղի են ունեցել միաժամանակ, եթե չեմ սխալվում, Զոհրաբյանն է առաջինը հրապարակել arczepiskopos-ի արձագանքը իր թեկնածության առաջադրման գաղափարին, այն ժամանակ, երբ որ դա տեղի է ունեցել, ես զբաղված էի հայտարարության տեքստի սրբագրմամբ եւ հրապարակմամբ։ Կարծում եմ դա ներողություն եմ խնդրում, ակնհայտ է եւ հույս ունեմ, որ ձեր ձևակերպումը թե երկրորդ նախագահի աջակիցներն են դա տարածում, չի համապատասխանում իրականությանը, որովհետև ժամացույց հույս ունեմ բոլորը ունեն։ Գիտեք, կան մարդիկ, որոնք իրենց անվանում են երկրորդ նախագահի աջակիցներ, բայց երկրորդ նախագահի թիմը անդադար իրենցից ուզում է խուսափել։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, այն մարդիկ, ովքեր փաշինյանական քարոզչություն են տարածում, չեն կարող լինել որևէ ընդդիմադիր գործչի աջակիցներ։ Հովիկ Աղազարյանը ասում է, որ Միքայել Սրբազանի շուրջ հանրային մոբիլիզացիա Հովիկ Աղազարյան, որոնք առաջադրել էին, կարող է լինել Դավիթ Համբարձումյանի դեպքում այդ կոնսոլիդացիան հնարավոր է, պարոն Մամիկյանյան։ Իհարկե հնարավոր է։ Եթե մենք այդ մոտեցումներին չլինեինք եւ այդ վստահության չլինեինք, այս գործընթացը չէինք մեկնարկի։ Մեկ, երկրորդը, կարծում եմ այն փաստը, որ չկա որևէ գեթ մեկ ընդդիմադիր գործիչ, ով ոչ դրական արտահայտվի Դավիթ Համբարձումյանի մասին եւ սա նույնպես ցուցիչ է։ Երրորդ, եւս մեկ անգամ մեջ բերեմ մեր հայտարարությունը։ Մենք պատրաստ ենք ապահովել այդ միասնությունը եւ միշտ հանդես ենք եկել այդ դիրքերից, բայց ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից։ Երեք Դավիթ Համբարձումյանը ներողություն ասել էր, որ ԿՊ-ում ոչ բոլորն են սրիկաներ, սա պատիվ ունեմի ամբողջական դիրքորոշումն է։ Չհասկացա։ Ասել էր, որ ԿՊ-ում ոչ բոլորն են սրիկաներ, սա լավ մարդիկ կան, որոնց հետ կարելի է համագործակցել։ Իհարկե կան մարդիկ, որոնց հետ հնարավոր է որոնց համաձայնությունը իմպիչմենտի գործընթացին հնարավոր է ստանալ, ապահովել 54 ձայն եւ իրականացնել Հայաստանի Հանրապետության միջնորոշություն։ Դուք կարծում եք, որ ես հիմա այդ անազգանունները կասեմ եւ այդ գործընթացը կդարձնեմ անհնար։ Աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով։ Օրինակ հովիկանների հետ հանդիպում ունենում եք այդ նորմալ այդ հարցը վերաբերում է ինձ ոչ այս պահին ոչ այս պահին։ Իսկ ինչու Սերժ Սարգսյանը չի այցելում կամ չի հանդիպում կաթողիկոսի հետ ի աջակցություն նրա, ինչպես օրինակ նախագահ Սարգսյանը եւ Վեհափար Հայրապետը մշտական կապի մեջ են։ Նախագահ Սարգսյանի եւ Վեհափար Հայրապետի շփումները որևէ արտառոց բան իրենց մեջ չեն պարունակում, ներողություն եմ խնդրում, ավարտեմ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք։ Դրանք կրում են պարբերական բնույթ։ Սկանդալի ֆոնին եղել է հանդիպում թե Պարոն Մամիկյանյան, կներեք, էլի ձեր ասածից հիմա պարզ չդարձավ, հանրապետականը աշխատում է ԿՊ-ի հետ, Երևի կամ ես հստակ չասեցի, կամ ուշադիր չէիք։ Տարվում են աշխատանքներ իմպիչմենտի իրագործման համար բոլոր ուղղություններով։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ ամենաբարդ եւ այս պայդրությամբ ամենաժամանակատար
ուղղությունը դա Հայաստան խմբակցության ստորագրություններ ստանալն է, բայց աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով, թե ԿՊ-ականների ստորագրությունների, թե անկախների ստորագրությունների, թե փողոցային պայքարի, թե տեղեկատվական եւ այլ նման գործընթաց է առաջ Ժորժ ջան ավարտեմ էլի, թե բոլոր այն ուղղություններում, որոնք անհրաժեշտ են իմպիչմենտի հաջողության հասնելու համար։ Հույս ունեմ, որ մեր գործընկերները նույնը կանեն։ Այ հիմա լսում Ժամանակել ասացին, որ քննարկումներ կա։ Իհարկե հիմա պատիվ ունեմ, բայց այս մասով գոնե ինչ-որ քննարկումներ կան, որտեղ նախնաժողովը։ Եկեք նորից սկսենք։ Երբ որ ես ասացի, որ տարվում են աշխատանքներ բոլոր ուղղություններով, նշեցի հատ առ հատ բոլոր խմբերը, падգամավորական, անկախներ, ԿՊ-ականներ Հայաստան, հետո ասացի տեղեկատվական դաշտ, հետո ասացի փողոցային պայքար, ձեր նշած հարցի պատասխանը դրա մեջ կար։ Ես կարող եմ Իշխան Զաքարյանը անկախ падգամավոր է։ Ներողություն։ Իշխան Զաքարյանը անկախ падգամավոր է։ Պարլամենտում այդպես է գրված։ Պարոն Մամիջանյան, Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ժամ առաջ իր էջում գրել է, ես ուզում եմ 2 հատված մեջ բերել, որ դուք դրա վերաբերյալ ձեր գնահատականը կարողանաք հնչեցնել։ Ասում է, հեծի այն աշխատողներ, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Հետո շարունակում են, նրանք ովքեր հեծ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ Հետո ասում է, հեծի այն աշխատողներ, ովքեր Ափսոսը էլ մեր ժամանակը գիտեմ բովանդակությունը։ Չէ, ուղղակի սա, պարոն Մամիջանյան, արդեն հնչում են գնահատականներ, որ կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին այն նստածը, որը ձախողել է մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, դարձել է 5000 լույս տղերքի մահվան պատճառ, հայաթափել է Արցախը, ամբողջությամբ խայտարակության է հասցրել մեր բոլոր ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքը, դուրս է եկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, կազատվեն աշխատանքից իմպիչմենտի միջոցով։ Ափսոս ժամկետ չեմ կարող նշել։ կա այստեղ, պարոն Մամիջանյան, այսինքն ինչ է։ Իհարկե այստեղ կա սպառնալիք, իհարկե այստեղ կա ուղիղ ներգործություն, իհարկե այստեղ կա ներգրավվածություն հեծը խլելու գործընթացի մեջ, բայց Փաշինյանի հանցագործությունների մեջ դա շատ քիչ տարբերություն է տալու իր հետագա շատ երկար սրոկի մեջ։ Եթե իսկապես ինքը այսպես վաղ չունի Սամվել Կարապետյանից եւ այլն, որ ասում են ինքն է իրավիճակին դրապետում, ինչու է այսպիսի քայլեր անում, սա ինչ է ցույց տալի, ամեն դեպքում ակնհայտ ցույց է տալիս, որ ինքը մահու չափ վախենում է թե Սամվել Կարապետյանից, թե բոլոր հայրենասերներից հատ առ հատ եւ ամենաահավորը ինքը սարսափում է հայրենասերներից, երբ դրանք լինեն միախմբված, համախմբված եւ միահամուռ ճակատով։ Վերջապես մեր հնարավորություն հասավ հարցնել։ Շնորհակալություն։ Իշխող ուժի կողմից չեն դադարում մեղադրանքներն ու քննադատությունները երրորդ նախագահի նկատմամբ։ Մասնավորապես 3 ԿՊ-ական падգամավոր Ռուստամ Բաքոյանը խոսելով Սրբազան պայքարի մասին, Բագրատ Սրբազանի կալանավորման, նա նաեւ խոսեց 2016-ի Սասնա ծռերի գործողությունների մասին, այդտեղ նշելով, որ դա գործող օրվա իշխանությունների կողմից ծրագրված իրադարձություններ, իրողություններ, ձեր մեկնաբանությունը գնահատական։ Ես այդ մի պահը բաց էի թողել Ռուստամ Բաքոյանի ասածից։ Նախ Ռուստամ Բաքոյանի քաղաքական գործընթացները վերլուծելու ունակությունները թույլ չեն տա կարծիք հայտնել այդ գործընթացի մասին, զարմանալի է, որ փորձում է, այդ մեկ։ Երկրորդ, թե ինչպես են այդ հրեշավոր իրադարձության հետևանքները մեղմվել ներքին եւ արտաքին ճակատներում եւս մեկ անգամ ցույց է տալիս նախագահ Սարգսյանի եւ հանրապետականի հաջողված քաղաքականությունը եւ երրորդ անդադար նույն բանն ենք ասում 7 տարի իշխանություն են եթե տենց բան կա որևէ հրապարակում նկատի ունեմ իրապահ մարմիններից այդ գործընթացի վերաբերյալ կա այս մարդիկ չեն հասկանում որ իրանք էլ անպատասխանատու բլոգերներ չեն ինչ որ անհասկանալի տարածումով իբր ընդդիմադիր այս կամ այնտեղից սնվող գործիչներ չեն իրենք 7 տարիա ցավոք սրտի իշխանություն են եւ եթե նման բան կա այս 7 տարվա ընթացքում դա չեն կարող ասել բացահայտել եւս մեկ անգամ ասում եմ որ այո 16 թվականին տեղի ունեցած հրեշավոր դեպքերի ահաբեկչության հետևանքների մեղմումը եւ բուն ահաբեկչական 16 Սասնա ծռերի մասին խոսքը եւ բուն
ահաբեկչական գործողությունների ժամանակ պետական ապարատի գործողությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե նման կրիզիսային իրավիճակները մեր իշխանության օրոք ինչպես էին հարթվում։ Պարոն Մամիջանյան, ինչպես դուք ասացիք, Ներողություն, հազար ներողություն եմ խնդրում, զուգահեռ պիտի տանեմ։ Այն հրաշքների հավաքույթը, որը անդադար ասում է, խոսքը գնում է ոչ թե քաղաքացիների մասին, այլ իբր քաղաքական գործիչների, որոնք անդադար փորձում են 18 թվականին ուժ կիրառելու հետահայաց կոչեր անել նախագահ Սարգսյանին եւ հանրապետականին, դրանց մեջ մեծամասնությունը կրկնվում է այն մարդկանց հետ, ովքեր նաեւ Սասնա ծռերի ահաբեկչության ժամանակ պահանջում էին ուժ կիրառել, բնականաբար ենթադրելով շատ ավելի շատ մարդկային զոհեր, քան մենք ցավոք միևնույն է ունեցանք։ Որովհետև հիմա քոչարյանական թևից են ասում ինչի ուժ չկիրառվեց։ Ոչ մի բան չեմ ակնարկում, ես ուղիղ տեքստով ասում եմ, որ այդ հանրույթները մարդկանց հաճախ համընկնում են։ Այս թեմայով է, եթե ես շարունակեմ, հեծի այս խլման գործընթացից հետո սպառողն է, ինչպես դուք բնորոշեցիք, սպառողների վրա ինչպես կանրադառնա, շատերը ասում են, որ անջատումներ կլինեն եւ մասնավորին ինչ ազդակ է մղում, այսինքն կարող են թիրախում հայտնվել նաեւ այլ մասնավոր խոշոր ընկերություններ։ Ուրեմն մենք այս պահին ունենք մի մարդու լեզուն չի պատվում ասի կառավարություն, մի կառավարիչների խումբ, ովքեր չեն կարողացել այսքան տարի այդ օրենքը կա 3 տարի է լուծեն այն հարցը, որ սուպերմարկետներում տոպրակ տան կամ չտան։ 3 տարի է իրանք պոլիէթիլենային տոպրակների դեմ են պայքարում։ Ու այդ տղաներն ու աղջիկները պատրաստվում են հեծ աշխատացնել։ Հա, դա շատ երկար կարելի է խոսել, գազալացակայան, բան, մի խոսքով։ Այս մարդկանց խումբը, տոպրակի դեմ պայքար տվողների խումբը հեծ է ուզում կառավարի։ Թե ինչ ալնելու, կարծում եմ մեր քաղաքացիները լավ պատկերացնում են, Զանգեզուրում այնտեղ կառավարումը իրանց հանձնված չի, լրիվ տարբեր դեպքեր։ Ժողովուրդ ջան, ավարտեմ, խնդրում եմ։ Հիմա երկրորդ կետը։ Այն ինչի մասին ես երեկվա իմ հայտարարության մեջ ասեցի։ Աշխարհում շատ քիչ են երկրներ, որտեղ հեծի համանման կառույցները ազգայնացվել են, ու այդ բոլոր երկրներում դրանից հետո եղել է թանկացում։ Շատ քիչ են եւ բոլոր տեղերում եղել է թանկացում։ Եվ երրորդ ասպեկտը, ես բացի նրանից, որ կարող եմ մեջ բերել պարոն Կարապետյանի հայտարարությունը եւ խոստումը այսքան տարի չթանկացնել էլեկտրաէներգիան, որը ինքը պահել է, իսկ այս վերջին շրջանում տեղի ունեցած 4.8, եթե չեմ սխալվում, դրամի թանկացման մեջ հեծի մասնաբաժինը կամ հեծի մեղքը կազմում է 0։ Ինքը ոչ այդպիսի հայտ է ներկայացրել, ոչ նման առաջարկությամբ է հանդես եկել եւ այլն եւ այլն։ Հիմա այս փաստերի համադրումից ես առաջարկում եմ պարզ տրամաբանորեն փորձենք կանխատեսել որակը կլավանա, թե կվատանա, սակագինը կբարձրանա, թե կնվազի։ Մի բան էին երեք բանանում տարածում մեյլի այսպես սկրինշոթ, որտեղ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև Կարապետյանի հայտարարությունը հանձնարարել է զբաղվել հեծով։ Ես կարծում եմ, թե նմանօրինակ նամակներ հաշվի առնելով Փաշինյանը թե ինչ է գրում Facebook-ում, դուք պատկերացնում եք նամակների մեջ ինչ էր գրում։ Հետևաբար նման նամակներ կարող է լինեն ցանկացած թեմայով, բայց ակնհայտ է, որ հեծի խլելու գործընթացը եւ Կարապետյան ընտանիքի թիրախավորումը, Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալումը բոլորը խիստ հետևանք են նրա, որ Սամվել Կարապետյանը իսատար կանգնեց, իաջակցություն կանգնեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Դուք որ ասում եք խլել, օրինակ հանրապետական կուսակցությունն ինչ առաջարկում, ամբողջությամբ չխլի 50% փայ մտնի, պարոն Մամիջան։ Ես կգնահատեմ իհարկե իրոնիան ձեր հարցի մեջ, պարոն Կերակոսյան, բայց եւս մեկ անգամ շատ կարեւոր կետ է այս հարցի հետ կապված։ Այդ 50%-ների միֆից ինչ կա։ 7 տարի է անցել, այդ մեկ։ Երկրորդ, մենք առաջարկում ենք, որպեսզի պետությունը շարունակի գործել կանոնների եւ օրենքների հիման վրա։ Մասնավորապես, եթե կա պետական մարմին, որը պատասխանատվություն է կրում որակի վերահսկման համար եւ հեծի գործունեության համար, դա հանձնաժողովն է, հանրային ծառայությունների համակարգող եւ դրա բոլոր զեկույցները, արձանագրությունները, որոշումները, որ նայում ես կարծես թե առանձնապես պրետենզիաներ իրենք հեծի գործունեության հետ կապված չունեն, կարծում եմ, որ նույն տրամաբանությամբ պետք է շարունակվեր։
նույն տրամաբանությամբ էլ կշարունակվեր, եթե պարոն Կարապետյանը հրապարակային հանդես չգար հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությամբ։ Պարոն Մամեջանյան, ՀԿ-ով նախորդ ընտրություններում առաջադրված Դավիթ Շանազարյանը կարծում է, որ ինչքան ընդդիմադիրներ, այդ թվում նաև ՀԿ-ն մոտ լինեն եկեղեցուն, այսպես խոսեն, բան անեն, այդքան դա վատ է լինելու եկեղեցու համար, աջակիցներ չի ունենալու։ Դուք ինչ եք կարծում, օրինակ Հանրապետականը, որը եւս ակտիվ սատարում է վեհափառին, եկեղեցուն, որևէ կերպ խանգարում է, թե ոչ։ Ոչ, իհարկե, ես չեմ կարող համարել, որ որևէ մեկի մտքով կանցնի, որ հայրենասեր եւ աստվածավախ մեր առաքելական եկեղեցու հետևորդ հանդիսացող մարդը իր գործունեությամբ կարող է վնաս հասցնել եկեղեցու համար մղվող պայքարին։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցի առաջին հատվածին, պարոն Շանազարյանի հետ կապված, հաջորդ ինչ եք հարցնելու, Շիրակ Թորոսյանն էլ այսօր Փաշինյանն էր գովում, կարող է էդ էլ ասեք նախկինում մեր պատգամավոր ա եղել մեկնաբանեք։ Պարոն Շանազարյանի ասածների համար ես պատասխանատու չեմ։ Պարոն Մամեջանյան, Ադրբեջանում սկսված է հակառուսական արշավը, չգիտենք ինչ որ գործերի հետ կապված։ Նաև Հայաստանում այսպես Սամվել Կարապետյանը Ռուսաստանաբնակ է, այս արշավը ինչով է բացատրում։ Վերլուծություններ ասում են, որ սա այսպես այստեղ Ռուսաստանի դիկտատորացներ թուրք-ադրբեջանական տանդեմին բավական բարդ է այս գործընթացը մեկնաբանել, բացատրեմ ինչի, որովհետև օրինակ Սպուտնիկը Ադրբեջանում լրատվականը ես մենակ մի 3-4 անգամ հիշում եմ, որ փակվում էր ճակերտների մեջ, հա, այսինքն այդ գործընթացը տարբեր անգամներ, տարբեր ձևով է տեղի ունեցել։ Իհարկե, այս անգամ շատ ավելի սրված է ընթանում process-ը, բայց քանի որ իմ նեղ մասնագիտությունը չի ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ես խորը վերլուծություն այդտեղ իրականացնել չեմ կարող։ Միանշանակ Հայաստանի Հանրապետությունը, եթե ունենար իրական կառավարություն, ապա պիտի փորձեր օգուտներ քաղել արդեն իսկ ստեղծված իրավիճակից։ Բայց եւս մեկ անգամ եմ ընդգծում, ներկայացնել սա որպես վերջնական հարաբերությունների վատ թարացում, որին կհետևեն զգալիորեն ավելի շոշափելի, քան ինչ որ հիմա է տեղի ունենում գործընթացներ, ես դեռևս այդ հանդգնությունը չի ունենա, որովհետև այսպես շատ անգամներ է եղել։ Յուրաքանչյուր անգամ տարբեր փուլում կանգնել է, մի դեպքում սա տևել է, չգիտեմ, մի շաբաթ, մյուս դեպքում մի ամիս, ամեն անգամ ինչ որ բաներ արել են երկու կողմերը իրար, բայց թե ինչքան կգնան այս անգամ ամենայն դեպս ես դեռևս կանխատեսել չեմ կարող։ Կարծում եմ դեռևս դրա համար բավարար ինֆորմացիա չկա։ Իսկ դուք ինչ եք կարծում, կա անհրաժեշտություն Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերազրկել, թե ոչ, պարոն Մամեջանյան։ Ես նման անհրաժեշտություն բացարձակ չեմ տեսնում եւ եւս մեկ անգամ այդ ոնց է ստացվում, որ Ալեն Սիմոնյանը 2 թե 1 տարի առաջ ասում է, որ իրանք պատմության մեջ ամենառուսամետ կառավարությունն են, որը Հայաստանը երբևէ ունեցել է, իսկ հիմա ունենում է այն ելույթները, որոնք ունենում է, ու առհասարակ, գիտեք, այս իշխանությունները մի հետաքրքիր տաղանդ ունեն քարոզչական կեղծիքներ ստեղծելու։ Եկեք մի հատ հիշենք այդ այսպես կոչված պլանի հրապարակումը եւ ուշադրություն դարձնենք, թե ինչ հատուկ էին իրենք փորձել այնպես անել, որպեսզի բոլոր իրանց կեղծ քարոզչական թիրախները լինեն, պարտադիր ղարաբաղցիներին թիրախավորել։ Այսինքն այնտեղ որ չեն գրել, որ սևանցիները մասնակցելու են ցույցերին, գրել են ղարաբաղցիները, պարտադիր թիրախավորել Ռուսաստանի Դաշնությունը։ Ու այսպես շարունակ, հա, եւ սա եւս մեկ դրսեւորում է։ Ձեզ հաճելի է, որ ռուսական պետական լրատվամիջոցներով Հայաստանի ղեկավարության մասին այդպիսի ինֆորմացիա Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունը, այվանկախությունը վեր են ցանկացած քննարկում, ինչ դրանք չեն քննարկում։ 1, 2, եւ մեր բոլոր գործընկերներին նայած մեր հարաբերություններից խնդրում կամ պահանջում եմ երբևէ չշփոթել ու Հայաստանի Հանրապետության հետ կամ մասին չխոսել այնպես, ինչպես արժան է, որ իր հետ եւ մասին խոսեն Նիկոլ Փաշինյանը։ Ամսի 4-ին Սամվել Կարապետյանի եղբորորդին հրավիրել են երթի, այսինքն աջակցություն, որ գնալու են այսպես Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարան։ Բոլոր մարդիկ, ովքեր համարում են, իսկ դա Հայաստանի ազգաբնակչության մեծամասնությունն է, որ Սամվել Կարապետյանը ներառյալ մեզ ինձ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում այն պատճառով, որ ինքը պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդտեղ պիտի լինեն։ Դուք կգնաք։ Այո։ Հետի աշխատակիցների հետ կապված, պարոն Մամեջանյան, ով Տերորը իրականացնում արդեն 7 տարի։
Իշխանությունը տերոր է իրականացնում նաև այն մարդկանց, ովքեր 2018 թվականի ապրիլից սկսած ասում էին, որ այս շարժման ճարտարապետները իրենց էությամբ հակաղարաբաղյան են, այնպես որ մենք տենց տերորից վախեցող չենք։ Յուրաքանչյուր հեծի աշխատողին եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, ով այս իշխանությունների կողմից իր քաղաքական հայացքների համար հալածանքների ենթարկվում, պատրաստ ենք տրամադրել ուժերի ներածի չափով աջակցություն տեղեկատվական, քաղաքական, իրավական։ Շնորհակալ եմ։